Pink Berry վայելիր այս պահը։ Ամենավառ տաղանդը հաճախ թաքնվում է ամենահամեստ արտաքինի ետևում։ Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք, Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Ողջունենք այն մարդկանց, ովքեր մեզ համար երևակում են տաղանդի բացահայտումները։ Այնքան ուժեղ զգացմունք կա նրա սրտի մեջ, որ չունի էլ վերջ, Անդրե։ Շնորհավորում ենք նոր երգի կապակցությամբ։ Այնքան սլաց կա նրա պարի մեջ, որ պարուրում է հոգիդ անընդմեջ։ Վիկտորիա Մարտիրոսյան։ Այնքան հույզեր կան նրա երգի մեջ, որ կարող ես լսել անվերջ ու անվերջ։ Սյուզաննա Մելքոնյան։ Այնքան զարմանք կա նրա բառերի մեջ, երբ ամեն ելույթ ունի սկիզբ ու վերջ։ Տիգրան Գյուլումյան։ Շնորհակալություն հայտնենք մեր նախագծի գործընկերոջը SVH Travel ընկերությանը։ Նախագծի հաղթողը SVH Travel-ի կողմից ստանալու է գլխավոր մրցանակը։ Մրցանակի մասին կիմանանք շատ շուտով։ SVH Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը և ընկերներին։ Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Նախագծի քառորդ եզրափակիչ փուլը շարունակում է իր ընթացքը։ Այսօր ժյուրիի դատին կներկայանա երրորդ ութնյակը։ Նախ հիշեցնեմ կանոնները։ Այս փուլում մասնակիցները բաժանվում են ութնյակների։ Ժյուրին մեկնաբանում է ելույթները առանց այո և ոչ ասելու։ Վերջում նրանք հեռանում են կայացնելու վերջնական և միաձայն որոշումը։ Ամեն ութնյակից կիսաեզրափակիչ փուլ են անցնում միմիայն 4 մասնակից։ Այսքանը կանոնների մասին։ Ժամանակն է սկսել առաջին ելույթը։ Մանուկ և Պատանի մասնակիցները եկել են իրենց երազանքին թևեր տալու համար։ Նոր Գեղի արվեստի դպրոցի երգչախումբ, դիմավորեք։ Ես Գոհար Ավետիսյանն եմ, Նոր Գեղի արվեստի դպրոցի երգչախմբի խմբավար։ Շատ գոհ եմ երեխաների ելույթից, փոքրին շփոթված էին, քանի որ առաջին անգամ են նման ձևաչափով հեռուստանախագծի մասնակցում։ Լարվածություն չկար, քանի որ այստեղ շատ տաք եւ ջերմ մթնոլորտ է եւ ետնաբեմում եւ հենց բեմում հուզմունք կար եւ դա բնական է ցանկացած արտիստի համար բեմ բարձրանալը նույնիսկ կարեւոր է, մի քիչ հուզվել է։ Երեխաները շատ ուրախ են, որ անցել են երկրորդ փուլ արդեն, նաև ֆիլտրացիայի փուլում էինք հայտնվել։ Երկրորդ փուլին երեխաները անհամբեր սպասում էին եւ շատ ոգևորված պատրաստվում են իրենց ելույթին։ Paramo
արվեստի դպրոցի սաներն են, եկեք ծափարենք նրանց մեր այսօրվա հաղորդումը այսքան հրաշալի բացելու համար, բայց լսենք պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքը։ Սյուզաննա։ Ողջույն սիրելի փոքրիկներ, շատ գեղեցիկ եք, շատ ավելի ժպտերես եք այսօր, քան նախորդ ելույթների ժամանակ, կատարվել էր աշխատանք, բազմաձայնությունը ավելի ապահոված էր այս տարբերակում, բայց եթե ես դիտարկում եմ որպես այս փուլի համար, մի քիչ ավելի ինչ-որ այսպես բարդ համար էի ձեզանից սպասում, քանի որ դուք շատ եք և միանշանակ կարող եք ապահովել այդ մասշտաբային աշխատանքը, չնայած նրան, որ փոքրիկ եք, բայց շատ տաղանդավոր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ապրեք շատ, որ երկեցիք մեր Հայաստանի մասին երգ, նշելով Արարատը, Մասիսը և գրեթե բոլոր մեր գեղեցիկ մարզերը, շատ հաճելի է, որ այս տարիքից ձեր ուսուցչուհին սերմանում է ձեր մեջ հայրենասիրությունը, որովհետև պետք է երգենք մեր հայրենիքի, մեր գեղեցիկ հայրենիքի մասին։ Ես ճիշտն ասած ավելի լսում էի բառերը և շատ մտորումներ ունեի, բաներ էի մտածում։ Ձեզ գոհացրեց իրենց ելույթը։ Ինձ շատ գոհացրեց, հատկապես, որ նման երգեր ընտրված, ապրեք շատ։ Շնորհակալություն։ Ողջույն բալիկներ, ես ձեզ ևս շնորհավորում եմ։ Շատ գեղեցիկ ելույթ ունեցաք, շատ դրական, շատ անուշիկ, շատ ավելի կազմակերպված։ Մի քիչ ինձ համար, այս փուլի համար, պակասում էր ավելի այն սենց որ նայի լսեի ու ասեի վաու, ավելի սենց զարմացնեիք մեզ բոլորիս։ Իսկ ընդհանուր առմամբ այո, շատ գեղեցիկ ելույթ ունեցաք։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն, Տիգրան։ Ողջույն փոքրիկներ, իրականում բեմը մի վիճավայր է, որտեղից դեպի հանդիսատես գալիս է էներգիա։ Ես այդ էներգիան ամբողջովին ստացա, ապրեք, հրաշքեք, լույսեք, ու մի բան էլ ինձ ոգևորեց, շատ դեպքերում հանդիպում է, երբ որ երգչախումբը երգում է, կատարում է, կարծես թե երգի տեքստի բառերը այդքան լավ չի ընկալվում, այստեղ շատ հստակ էր նաև այս դրված, հասկացանք նաև երգի տեքստը, ապրեք։ Շնորհակալություն։ Թե ինչ եկեք բարձր ծափարություններով ճանապարհենք մեր փոքրիկներին, ապրեք ձեր անմիջականության, ժպիտների և լավ տրամադրության համար։ Եթե մտածում եք էլեկտրոմոբիլ գնելու մասին կամ պարզապես փնտրում եք վստահելի սերվիս և օրիգինալ ավտոպահեստամասեր, L-Drive Holding-ն առաջարկում է ամբողջական և համակարգային լուծումներ մեկ վայրում։ Փորձ, պատասխանատվություն և նորագույն տեխնոլոգիաներ։ L-Drive Holding-ի շնորհիվ ձեր ընտրությունը կլինի վստահ ու ժամանակակից։ Վստահ եմ ամեն ելույթից առաջ հեռուստադիտողին հետաքրքրում է տեսնես ինչ տաղանդով է օժտված հաջորդ մասնակիցը։ Այ հիմա կտեսնեք սեփական աչքերով։ Դիմավորեք Հրաչյա Օրդուխանյանին։ Ես Օրդուխանյան Հրաչյան եմ, 13 տարեկան եմ։ Ես շատ ուրախ եմ, որ առաջի փուլը շատ լավ անցավ։ Ես ստացա շատ ջերմ խոսքեր ժյուրիի կողմից և ստացա 4 այո։ Ես հիմնականում իմ տարբեր համերներից առաջ շատ հանգիստ եմ, բայց հիմա ունեմ մի փոքր լարվածություն։ Հուսով եմ, որ ամեն ինչ շատ լավ կանցնի։ Իմ ելույթը ունի հատուկ հատված, ես ցույց կտամ և հանդիսատեսին և ժյուրիին, թե ինչ է տեղի ունենում, երբ ռոք երաժշտությունը հանդիպում է կլասիկ երաժշտություն։ Իսկ թե ինչի մասին է խոսքը, կտեսնեք քիչ անց։
Հրաչյա Օրդուխանյան։ Ինչպեսի ծափահարությունն է։ Ոնց որ գործերը լավ են, Հրաչ։ Հիմա տեսնենք, թե ով է առաջինը արտահայտելու իր հույզերը։ Ես տեսել եմ, որ Լարը փրթվեց, հենց այդպես էլ Դա ասել եմ, շատ որովհետև մեծ ողբերգություն է։ ոչ իմ կարծիքով, որովհետև եթե ուրիշ լիներ կասեր, կարող եք կանգնացնել, ես նորից սկսեմ, ինչքան ենք դեպքեր ունեցել, բայց քո էներգիան այնքան վառեցիր այս գիտարը, որ քո կրակից չդիմացավ։ Հրաշալի էր, արագությունը, ամեն ինչը, էներգիատ, առհասարակ դու, ինք շատ ճիշտ տեղում էի դեպ, got talent։ Ես զգում եմ, որ դու մի օր միջազգային դեմ քեզ դառնալու եւ ես դա զգում եմ։ Անդրեյ կանխատեսումները հաճախ կատարվում։ Մերսի շատ։ Թող որ այս գովասանքներս քեզ հանկարծ չփչացնի, այլ հակառակը ուժ տա քեզ, որպեսզի շատ աշխատես քեզ վրա, շատ օր ու գիշեր, որպեսզի այդ ասածս հասնես, որովհետև շատ դժվար է այնտեղ հասնելը, բայց դու պետք է հասնես։ Մերսի շատ։ Ասում է դե տաղանդը է էլի։ Դե լավ է էլի։ Արվեստի մեջ, մշակույթի մեջ մի շատ կարևոր գիծ կա, տարբերվող։ Մեր Հրաչյան տարբերվում է բոլոր խոսքի առումով, կեցվածքի առումով, բեմական շարժու ձեմի առումով, բոլոր առումով տարբերվում է կեցես տղաս։ Շնորհակալ եմ։ Դու իսկապես տաղանդ ես, ապրես։ Լարը փոխվեց, բայց քո դեմքին նույնիսկ ոչ մի բան չկատարվեց, այսինքն դու շատ պրոֆեսիոնալ շարունակեցիր մեզ զարմացնել։ Վիվալդին ընտրված էր հրաշալի, շատ համապատասխանում էր հենց այդ աշխատանքը, այդ գործը, ես քեզ շնորհավորում եմ, ապրես։ Շնորհակալ եմ։ Սյուզաննա, Բեմում այս պահին ժողովուրդ կանգնած է պատրաստի արտիստ, որի կատարումից ոտքից գլուխ փշաքաղվում ես։ Թե մենք ու վստահ եմ, թե հեռուստադիտողը շատ ճիշտ կետում ես, շարունակիր ես ուժերով, կեցես, ապրես։ Մերսի շատ։ շատ լավ բաներ ասեցին Հրաչյա ջան, այնպես որ հաջողություն ենք մաղթում, առջևում դժվար փուլեր են սպասում, բայց սպասենք այսօրվա արդյունքին։ Միայն տաղանդը բավարար չէ, մարդկանց փոխելու համար համարձակություն է հարկավոր։ Հիշեցի հրաշալի ֆրազան հրաշալի ֆիլմից, կանաչ գրքից վերադառնանք Շանթի բեմ եւ դիմավորենք Սաթենիկ Սարգիսովային։ Ես Սաթենիկ Սարգիսովան եմ, 12 տարեկան, առաջին փուլին ներկայացել եմ Պատրիսիա Կասի երգով, Մադմուազել Շանտլի բլյուզ։ Սա իմ առաջին բեմը չէր, բայց նման նախագծի ես մասնակցում եմ առաջին անգամ, լարված էի, որ ճիշտն ասեմ, բայց ինձ շատ հաճելի էր, որ ժյուրիին հանդիսատեսը ինձ լավ ընդունեցին։ Երկրորդ փուլին ես հանդես եմ գալու վոկալային համարով, բայց թե ինչ է լինելու, կիմանաք շատ շուտով։ Смеха, мир печали, надежды, мир потерь. Твой мир, наш милый Чарли, вновь нам открывает дверь. Не стерео цветное, а на пленке на простой живет кино немое. Сколько лет твоей судьбой, Чарли, Чарли, смешной чудак. Ты с экрана смотришь снова в огромный зал. Даже слова, ты все сказал.
смотришь снова в огромный зал. Чарли, Чарли, великий маг, не промолвив даже слова, ты все сказал. Ах, Чарли, милый Чарли, самый добрый человек. Ах, как необычайно ты смешил 20 век. Нас время не жалеет, все быстрее век минут. Но Чарли не стареет, помню, все тебя и ждут. Чарли, Чарли, смешной чудак, ты с экрана смотришь снова в огромный зал. Чарли, Чарли, великий маг, не промолвив даже слова, ты все сказал. Դե տեսնենք ինչպիսի տրամադրություն հաղորդեց մեր մասնակիցը թե հանդիսատեսին, թե ժյուրիին։ Ես նկատեցի, որ նախ կար բեմականություն եւ հագուստի եւ կերպար եւ երգը մատուցված էր ուղղակի ոչ ստենց չորուցամակ, այլ կար հետարքիր մի նաև բեմական տեսողական այսպես համադրություն ապրես այնտեղ պատահական գլխարկ ընկավ ինձ ամեն վարքյան թվաց թե հիմա կշփոթվի եւ ուշադրություն կդարձնի նույնպես արտիստի համար կարեւոր էր որ նա իր գործը արեց միջև վերջ ես սիրեցի քեզ ապրես Մերսի շատ Տիգրան դու հիշում ես իրեն հա Հա, ինձ թված առաջ անգամ տեսար, որ ասցիր նկատեցի, տեսա։ Հետաքրքիր է շատ, Սաթենիկ։ Շնորհակալ եմ, ես ամեն դեպքում սիրում եմ, երբ որ ուշադրություն եմ գրավում, մեկ անգամ էլ սեղմեք։ Սաթենիկ ջան, շատ ապրես, որ անցած անգամ ասել էինք բարային շարժումների մասին, ես շատ լավ հիշում եմ, որ ընկեր Վիկտորիան էլ ասեց, որ կուզենայի տեսնեի քեզ ավելի շտկված, ավելի թեթև, բայց չենք սպասում, որ բեմադրած կգաս եւ Ռայմոնդ Պաուլոսի այս երգը կընտրես 12 տարեկանի համար հասուն վոկալ ունես, շատ։ Ես կուզեմ, որ ավելի մեծ երգեր վերցնես, որտեվ քո ձայնը դա թույլ է տալիս։ Այս համարին կնայենք որպես խաղարկային ու որ դու ուղղակի Վիկտորիայի ասածն ես արել։ Շատ լավ էր, հետաքրքիր էր։ Շնորհակալություն։ Սաթենիկ ջան, ես էլ եմ քեզ շնորհավորում, հիանալի ելույթ էր, ինչը վոկալիդ երգիդ հետ է կապված, ուղղակի խոսքեր չունեմ։ Դիտողություն ունեմ ու պետք է սա ավելի պարային խումբը լսի։ Դու հիանալի կատարում ես, դու հիանալի քո աշխատանքը անում ես, բայց իրենք ինձ խանգարում էին քեզ նայեի, որովհետև իրավունք չունեն արտիստին խանգարեն, գլխակը գցեն եւ այլն, որովհետեւ պարուհիների պատճառով քո գլխակը ընկավ եւ այլն, այսպիսի մանրուքներ կային։ Քեզ ես շնորհավորում եմ, ապրես, շարժվիր, աշխատիր, ամեն ինչ լավ է։ Հաջորդ անգամվա համար կան ինչ-որ խորհուրդներ կրկին։ Այո, թող մենակով լինի եւ ավելի շատ այսպես շարժվի։ Մենակովդ ապարիր, դու կարող ես։ Դու ինքդ արա։ Չէ, չպարես էլ։ Կերքես։ Համաձայն եմ թող երգի։ Հիմա Սյուզաննայի պահանջները ավելի մեծ են լինելու։ Պարել չի ասում, որ ամբողջ ոտով պարել։ Կես ոտ։ Ընկեր Վիկտորիա, կես ոտքով ես կպարեմ ձեզ։ Համաձայն եմ գոլեգանեիս հետ Սաթենիկ ջան, շնորհավորում եմ ձեզ։ Շատ պայծառ, շատ լուսավոր, շատ դրական աուրայով, մեծ տաղանդով մի աղջնակ է կանգնած Got Talent-ի բեմում եւ պրոյեկտի շնորհիվ մենք ճանաչում ենք քո տարիքին այսպիսի տաղանդավոր մի աղջնակի։ Շատ երգիր, քո տեմբրը, քո ձայնածավալը ավելի հասուն ու մեծ երգեր է քեզ թույլ տալիս, չնայած որ դու տարիքով փոքր ես։ Գեցե շնորհավորում եմ։ Շատ շնորհակալ եմ։ Բարձր ծափարություններով ճանապարհենք Սաթենիկ Սարգիսովային
Տարուհիների հետ չկռվես։ SVH Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում SVH Travel-ը հնարավորություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ SVH Travel, երբ ճանապարհորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Ինչպես ասում է հանրահայտ Ժոզե Մաուրինյոն, պետք չէ լսել նրանց, ովքեր քեզ ստիպում են ջութակ նվագել, եթե քո մոտ հիանալի ստացվում է թմբուկ զարկելը։ Մեր հաջորդ մասնակիցը տիրապետում է մի քանի գործիքի, դիմավորեք, բազմագործիքավոր Տիգրան Մկրտչյան։ Ես Տիգրան Մկրտչյանն եմ, 14 տարեկան, առաջին փուլում ելույթս իմ կարծիքով նորմալ էր, բայց ամեն ինչը տեղի ունեցավ ելույթից հետո։ Մի պահ լսեցի, որ ֆիլտրացիայի փուլից էին սկսում խոսալ։ Մտածեցի ֆիլտրացիայի փուլ եմ անցել, այդ պահին շատ հուզված էի, բայց հենց դուրս եկա բեմից, նոր ինձ ասեցին, որ անցել եմ երկրորդ փուլ։ Առաջին փուլում ես հանդես եկա նվագակցողներից հետ, ես նվագում էի դուդուկ եւ թավշվի, երկրորդ փուլում մեզ պկույով շարաններ են սպասվելու, բարեղանակներ եւ վերջում անակնկալ գազարափող։ Այո, սա իսկական գազար է, կարող եք սպասել իմ հետաքրքիր ելույթին։ Ինչ բարձր ծափահարենք Տիգրան Մկրտչյան, պկուահար, գազարահար այսօր, չէ։ Եվ այս ցուցակը դեռ կարելի է շարունակել։ Վիկտորիա, լսենք ձեզ։
Տիգրան ջան, ես քեզ շնորհավորում եմ։ Հիանալի էր, դու ինձ տեղափոխեցիր մի պահ Պարիպետական անսամբլի մենահամերգներին, որտեղ հայրս սպառում էր հենց այդ բերդը վերվերին, այս ամեն ինչը ես վայելեցի, ոնց որ կենթանի նվագակցությամբ նույն համերգներին լինեի։ Բրավո, շնորհավորում եմ քեզ, ամեն ինչ իդեալական էր։ Հրաշալի բոլոր գործերը կատարեցիր եւ վերջում, չգիտեմ, ես նման բան չէի տեսել, դուք տեսել եք, որ գազարով կարելի է չգիտեմ նվագել։ Ծիրանափող լսել ենք։ Ծիրանափողի տակ բարել էի, բայց սա չէի տեսել։ Բրավո, եկեք բոլորս բարձր ծափարենք։ Դու շատ տաղանդավոր ես։ Շատ։ Ապրես, ես հիացած եմ ուղղակի։ Տիգրան ջան, շատ մեծ հպարտություն ապրեցի ես ելույթից, ընթացքում եւ հուզվեցի այս մաքուր, այս է մեր մաքրամաքուր հայկական հային վայել երաժշտությունը։ Շնորհակալություն, որ եւ մեզ էլ պարացրեցիր, էլ հուզեցիր։ Այս է, որ բեմում գտնվող մարդը ուզում է նվագի, ուզում է բարի, ուզում է երգի, փոխանցում է բազմաթիվ ու տարատեսակ էմոցիաներ։ Իմ խորին շնորհակալությունը քեզ այս գեղեցիկ համարի համար։ Ապրես։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Տիգրան ջան, շատ համեստ ես բեմի համար։ Այդ գժությունը, որ դու անում ես քո գործիքներով, նաև ես զգամ քո էմոցիաները բեմում։ Հասկանում ես, երբ որ նվագում ես այդ ջիգարով, որտեվ ջիգարով ես նվագում։ Հասկանում ես, բայց դեմքի արտահայտությունը չի փոխվում։ Իսկ գազարը Արամուսից է։ Ինչ։ Արամուսից է գազարը։ Բայց իսկական գազար է գոհար։ Այո։ Մի հատ կպի։ Իսկական է, փաստում եմ։ Մենք բոլորս մենակ քերել ենք, բայց չենք նվագել, բայց դու նվագեցիր։ Ապրես, բրավո։ Իսկ ում միտքն էր այդ գազարա փողը պատրաստելը։ Իմ ու հայրիկիս միտքն էր։ Ես ու հայրս եմ։ Բրավո։ Հայրիկը կապ ունի երաժշտության հետ։ Այո, ինքն էլ է։ Հա, փաստորեն հետաքրքիր։ Այսինքն հետաքրքիր է, ոնց է դու հայրիկդ մտածել եւ հորինել այս գործիքը։ Կան ինչ որ գործիքներ, որ հորինում եք, այսինքն, եւ դու ամեն ինչի ինչ օրինակ, ինչ, թե որ ասում եմ, քարից հաց սարքել, հիմա լրիվ գազարից։ Իսկ ես քարից ուրիշ գործիք ունեմ, հենց հիմա մոտս։ Տեսնեմ։ Կարող եմ ցույց տալ հիմա։ Բայց շասեմ ինչ գործիք է դա։ Չէ, մի ասեք, բայց հետա։ Օհո։ Դա գործիք է իսկապես։ Այո, գործիք է։ Կարող ես ինչ որ բան նվագել։ Գնացուրիշին արավ ախմերըտ մերնի սարի աղջիկ օյոյ քարի աղջիկ օյոյ քար սիրտ աղջիկ օյոյ չար սիրտ աղջիկ Բրավո Հրաշալի Բրավո Տիգրան ջան Այ քեզ ընտանիք Ես ուղղակի իսկապես ապշած եմ, որովհետև ես ուղղակի խոսում եմ ինչ որ բառեր էի ասում, ասեց գործիք կա ինձ մոտ։ Նա չի շփում, նա գործ է Բրավո անում, քեզ էլ, բրավո հայրիկիդ էլ, դահլիճում է հայրիկդ։ Այո։ Ծափա, բրավո, ապրեք շատ։ Շատ շնորհակալ եմ ձեր կարծիքի համար։ Շնորհակալություն եւ լսենք Տիգրանին։ Տիգրան, ուղղակի ասում եմ ապրես, շատ ապրես։ Այս երևի առաջի անգամ էր, որ այսպես մի տարբեր զգացողություններ ունեցա կատարողների կողմից եւ իսկապես ապրես։ Մերսի շատ ձեզ։ Շնորհակալություն, ծափահարենք Տիգրան Մկրտչյան, փողային գործիքների բազմաշնորհ երիտասարդ։ Եթե օրվա ընթացքում մարզվում եք կամ շատ էներգիա եք ծախսում, ուզում եք վերականգնել մկանների աշխատանքը եւ կորցրած էներգիան, ապա կարող եք օգտագործել Milky-ի անարատ կատնամթերքը։ Milky-ը հայկական արտադրանք է առանց կոնսերվանտների եւ գլուտենի։
Կաթ, մածուն, թթվասեր, իսկ յոգուրտի մրգային եւ հատապտղային միքսերն ուղղակի ֆանտաստիկ համեղ են եւ օգտակար։ Milk-ին համեղ ընտրություն ողջ օրվա ընթացքում վաճառվում են ամենուր։ Վստահ եմ ոչ մեկ չի սիրում, երբ իրեն խաբում են, բայց երբ քեզ խաբում է եւ աչքեդ փակում է աչպարարը, այդ դա ներելի է։ Դիմավորենք Գագիկ Դանիելյանին։ Ես Գագիկ Դանիելյանն եմ, 31 տարեկան։ Զբաղվում եմ աճվարությամբ մանկուց։ Առաջին փուլում այնինչ պլանավորել էի ընդհանուր առմամբ ամեն ինչ այդպես էլ անցավ։ Մթնոլորտը շատ լավն էր։ Այն ինչ ես ուզում էի փոխանցեի, կարծում եմ ստացվեց փոխանցել։ Ժյուրին թե ինչ կարծիք ուներ, բնականաբար ինքը կասի, նաև այս փուլում։ Նաև մի փոքր կարևոր հուշում, առաջին փուլում Սյուզաննային խնդրել էի, որ մի հատ անուն գրի, թուղթ ու գրի չէի տվել, որ գրի։ Նա 2 անուն գրեց։ Առաջինը ես այդ օրը գուշակեցի, երկրորդը խոստացա, որ երկրորդ փուլում եմ գուշակելու ու կտեսնենք։ Տրամադրությունը հրաշալի է, հրաշքներով լի է ու այդ նույն տրամադրությունը փորձելու եմ փոխանցեմ եւ ժյուրի անդամներին եւ հանդիսատեսին։ Մի փոքրիկ հուշում, հանդիսատեսից ինչ որ մեկից վերցնելու եմ ցանկացած թղթադրամ, այն դարձնելու եմ 20000 դրամ ու վերադարձնելու եմ։ Դրա համար, եթե ինձ լսում եք, ապա պատրաստեք 1000 դրամ կամ ցանկացած թղթադրամ, որը դառնալու է 20000 դրամ ու խոստանում եմ, որ այն հետ եմ վերադարձնելու ձեզ։ Արեցես։ Սկսեմ միանգամից։ Ալե, հոպ։ Սյուզաննա ջան, նախորդ փուլից մենք մի հատ պայմանավորվածություն ունեինք։ Թղթի վրա մի հատ անուն եք գրել։ Հիմա պետքա խնդրեմ կամ նորից թղթի վրա նույնը գրեք կամ եթե գրած ունեք, շատ լավ։ Տեսեք, այստեղ մի հատ մարդու նկար է, ում անցած անգամ դուք գրել եք։ Դուք այդ թուղթը ոչ մեկին ցույց չեք տվել, ձեր պայուսակից չեք անել, ոչ մեկի հետ չեք քննարկել։ Որ խնդրեմ, բարձրաձայն կասեք, ում եք գրել։ Ում է։ Երկրորդ անունը գրելիս, այսինքն առաջին անունը ես գուշակեցի հենց այդ օրը ու այն մարդու մասին էիք մտածում, ով ձեր կյանքի ամբողջ փուլում է ձեզ աջակցել։ Երկրորդը այդ օրվա մարդու իմ կարծիքով։ Այդ օրվա մարդու հետ էր կապված եւ իմ կողմից ձեզ էքսպերիմենտեր ստուգելու համար։ Այստեղ ունեմ մեկ նկար ու հենց այդ մարդու նկարը բարձրաձայն կասեք, ում է։ Զիրոյանի մասին է խոսքը։ Ինչպես ասացի, այստեղ ունեմ մեկ նկար։ Ու այն Զիրոյանն էլ այստեղ նկարված է։ Ուղղակի երբ փոքր էր։ Ես անում եմ էքսպերիմենտ, ինքն էլ անում է էքսպերիմենտ։ Որպեսզի վստահ լինեք։ Արջուկներ Զիրոյանը թե բալիկը։ Չհասկացանք։ Զիրոյանը։ Ես գիտեի, որ հենց Զիրոյանին եք գրել։ Դրա համար այսօր ես եկել եմ հենց Զիրոյանի հետ։ Ախր ես ոչ մեկ չգիտեի, ես այդ թղթի վրա ինչ եմ գրել, դուք որտեղից գիտեք։ Գուշակել եմ, ձեր մտքերը կարդացել եմ։ Շատ լավ, բայց ուզում եմ միանգամից մի քիչ ակտիվացնենք։ Ես իմ տեսանյութի մեջ խոստացա, որ հանդիսատեսից ինչ որ մեկի թղթադրամը 20000 դրամ եմ դարձնելու ու վերադարձնեմ։ Անդրե, որ խնդրեմ, ցանկացած ինչ որ մեկին կընտրեք, ում թղթադրամը 20000 դրամ եմ դարձնելու։ Մեզ պետք է ցանկացած հանդիսատես։ Լավ, ձեր ծափարությունների ներքո կգես։ Դիկա որ խնդրեմ, այս 1000 դրամի վրա կստորագրեք։ Դու ում հետ ես եկել։ Մայրիկիդ կկանչես, որ գա ինձ օգնի։ Ձեր ծափարությունների ներքո ամեն օր 1000 դրամի վրա չեք ստորագրում, չէ՞։ Ձեր ստորագրությամբ 1000 դրամ աշխարհում մի հատ կա։ Ամեն ինչ շատ դանդաղ կանեմ։ Ծալում եմ ձախից դեպի աջ։ Ծալում եմ վերևից դեպի ներքև։ Նորից ծալում եմ ձախից դեպի աջ։ Մի հատ փչում եմ։ Վերևից դեպի ներքև։ Ու եթե ուշադիր եք նայում, հատկապես քո դեմքին ժպիտ է առաջանում։ Ու քո 1000 դրամը դառնում է 20000 դրամ։ Սա քեզ։ Շնորհակալություն։ Անցի ծափարությունների ներքո ու դուք կգաք ինձ օգնելու։ Համեցեք իմ մոտ էստեղ կանգնեք։ Այս բարձրախոս կվերցնեք մի քայլ աջ։ Հիմա եկեք պատկերացնենք, որ մենք տեղափոխվում ենք մի մեծ անտեսանելի գրադարան։ Մենք քայլում ենք միջանցքով ու մեր առաջ հայտնվում են գրքերով լի դարակներ, աջ կողմում եւ ձախ կողմում, որ կողմից են գիրք վերցնում։ Ձախ։ Ձախ կողմից մի հատ գիրք վերցնեմ, բերեմ, կասեք ինչ գիրք է։ Ցանկացած։ Վահան Թեքեյանի գրքերից։ Վահան Թեքեյանի գրքերից շատ կարևոր գիրք է մեր համար այսօր այստեղ։ Թերթում եմ միտեղ կասեք ստոպ։ Ստոպ։ Կասեք որ էջն է։ 5-րդ։ 5-րդ էջը։
Ու շատ կարևոր է, 5-րդ էջում ձեր առաջ հայտնվել են որոշակի բառեր։ Տեսեք, հիշեք դրանցից միայն մեկը։ Տեսել հիշել եք։ Մտքում մի քանի անգամ ասեք, որ չմոռանաք։ Ինձ մեջքով կկանգնեք։ Ու իմ միակ հարցին պատասխանեք այո կամ ոչ։ Ձեր մտածած բառում 3 տառ է։ Այո։ Մի շրջվեք դեռ։ Առաջին անգամ բարձր ու վստահ կասեք այն բառը, որի մասին մտածում եք։ Որը կարդացի թե մտածում։ Որը կարդացիք։ Սեր։ Շնորհակալություն այս սիրո թուղթը ձեզ։ Կարող եք անցնել ձեր տեղը։ Բայց հիմա ուզում եմ նույնը անենք նաև ձեր հետ։ Բայց արդեն գրքի բովանդակությունն ենք ստեղծելու։ Անդրե, որ խնդրեմ մի հատ գիրք վերցնեմ, բերեմ, մեր երևակայական գիրքն ասա։ Գիրքը ունի գլխավոր հերոս, գլխավոր հերոսի անունը կասեք։ Դավիթ։ Դավիթ։ Կարող ենք ավելի օրիգինալ, կարող եք թողել ըստ ձեր ցանկության։ Դավիթ, պարոն Գյուլումյան, գրքի բովանդակությունը տեղի է ունենում ինչ-որ երկրում, պետությունում։ Հայաստանից բացի ցանկացած պետություն կասեք։ Չինաստան, այսինքն մենք ունենք գիրք, որտեղ գլխավոր հերոսի անունը Դավիթ է, Չինաստանում։ Սյուզաննա, ինչով էր հայտնի, ինչ սուպերունակություն ուներ Դավիթը կամ ինչ տաղանդ ուներ Դավիթը։ Դավիթը իսկական տղամարդ էր։ Իսկ եթե մեկ բառով բնութագրենք, տղամարդ։ Զինվոր։ Զինվոր։ Այսինքն մենք ունենք գիրք, որի գլխավոր հերոսի անունը Դավիթ է, որը տեղի է ունենում Չինաստանում ու նա զինվոր է։ Գիտեք, ես 3 գիշերը մի հատ երազ տեսա, որտեղ ես Չինաստանում էի, հանդիպեցի Դավիթին, ով զինվորական հագուստով էր, ու ես միանգամից վերցրեցի, արթնացա ու մի հատ թղթի վրա գրեցի այդ ամենը ու դրեցի այս տուփի ներսում, որը ամբողջ ընթացքում այստեղ կախած է։ Մինչև ես ցույց կտամ այստեղ ինչ է կատարում։ Ես մի փոքր ուզում եմ ձեզ մոտիկանամ ու ցույց տամ, թե իմ մանկության մեջ ոնց էր աշխատում իմ երևակայությունը։ Երբ որ փոքր էի, այն լավ որակյալ քարտերը չունեի, ու վերցնում էի սենց սպիտակ թղթեր, ու փորձում էի ֆոկուսներս անեի այս սպիտակ թղթերով։ Այդ ժամանակ ինձ լավ օգնում էր երևակայությունը։ Երբ որ պատկերացնում էի, որ այստեղ կա քարտեր, այստեղ հայտնում էր ինչ-որ քարտ։ Բայց համաձայնվեք, մի հատ քարտ այսքան թղթերի մեջ այդքան է զարմանալու չի մի հատ էլ։ Ու ոչ թե մի հատ, երկու հատ, այլ բոլոր քարտերը արդեն սկզբից մինչև վերջ հայտնվում են։ Բայց այդ նույն փոքր ժամանակ ես այս կապույտ խաղաքարտերը չէի սիրում, դրա համար իրանց վերցնում դարձնում էի կարմիր։ Ու ոչ թե մի հատ, երկու հատ, այլ սկզբից մինչև վերջ բոլորը արդեն կարմիր էին։ Պարոն Գյուլումյան, թերթում եմ միտեղ կասեք ստոպ։ Այստեղ, այս քարտը ուզում եմ տեսնեք հիշեք։ Ես է կարող եմ տեսնել խնդիր չի։ Եթե սա մեր երևակայության խաղն է, կարող ենք չէ պատկերացնել, որ այստեղ բոլորը սրտի երկուս են։ Բայց հա ոչ մեկ չի ուզում ծափայ լավ։ Եթե բոլորը սրտի երկուս են։ Բոլորը շատ են։ Ու այս վերջում պետք է անպայման հիշել, որ սա միայն մեր երևակայության խաղն է։ Ու այստեղ ուրիշ ոչ մի խաղաքարտ չկար առհասարակ։ Հիմա անցնենք ընտուփին, ընտուփը ամբողջ ընթացքում այստեղ կախած էր։ Այս տուփի ներսում, ոնց ասեցի, ես նախորոք միայն մեկ թուղթ էի դրել, որտեղ գրված է, եկեք սայից բացեմ, Չինաստան, սա ուզում եմ ձեզ թողեմ։ Բացի դրանից Դավիթը զինվոր էր ու այդ օրը այդ Չինաստանում որտեղ երազ էի տեսել, եւս մեկ բան է ինձ տվել։ Վիկա, ձեր համար նվեր ունեմ այստեղ փոքրիկ։ Լայմ սիրում եք։ Այսօրվանից հետո մի քիչ ավելի շատ եք սիրելու։ Ամեն ինչ շատ դանդաղ կանեմ։ Այստեղ եթե ուշադիրն եք, ներսը մի փոքր նվեր կա ձեր համար։ Ես անեմ, թե ձեր ձեռքով կանեք։ Ձեր ձեռքով կանեք, տեսեք ձեր ստորագրությունն է, թե չէ։
Շնորհակալ եմ։ Գագիկ Դանիելյան։ Ահա, ոնց որ գործերը վատ չեն։ Ամեն ստացվել է։ Գուշակեմ։ Ինչ էր։ Ստացվել է խափելը, ստացվել է մոլորեցնելը։ Լսի, բայց իսկապես էլի ուզում եմ ասեմ, դե խափել էլ կա։ Հիմա օրինակ, լավ, Սուզանան ասեց ինչ մասնագիտություն ունի Դավիթը, մի խոսքով բնութագրեք, ասեց տղամարդ։ Հետո ասեցիր զինվոր, բայց համ գրած է տղամարդ, զինվոր, արդեն ինձ թվում էր ընդ տուփի մեջ պստիկ չգիտեմ։ Փոքրիկ պստիկ չինացի է մեջ։ Չգիտեմ, հասկանում ես։ Գագիկ ջան։ Ապրես։ Գագիկ, դու խենթ ես, անկեղծ։ Ես շատ քիչ խենթերի եմ, բարի ուղիղ իմաստով ու լավ իմաստով, քո կատեգորիայի մեջ դու խենթ ես։ Հետաքրքրություն կար, այս կատեգորիայի մեջ, որ անընդհատ մենք իրար հարց ենք տալիս, այս ոնց, բա չէ, ուրեմն մի բան կար ու ոչ մի բան չկա։ Իրականում այս մարդը էսպիսինն է ու այդ ինչ ֆենոմենալ բաներ է, իրականում Գագիկ, երևի այս պահին միակ մասնակիցն ես, ումից ամենաշատն եմ վախենում։ Ասնել Դեվիդ Կոպերնիկուսը Ես մի հարց Սուզաննան գնում է տուն եւ Գագիկն է դուրը բացում ներսից։ Զիրոյանի։ Չէ, Զիրոյանը Ամերիկայում է։ Չէ, ես չեմ զարմանա, եթե մինչև իմ տուն հասնելը Գագիկը տատիկիս հետ մեր հյուրասենյակում նստած տոլմա են ուտում։ Անկեղծ։ Ես չգիտեմ, երևի Գագիկը ընդունակ է վաղը մյուսօր մեր մեքենաները անգամ փոխելու, դարձնելու ուրիշ մեքենա, ուրիշ տուն։ Մեկն էլ լինի մեքենան փոխի։ Սուզաննան Բենտլի է ուզում արդեն ոնց որ Զապը Ապրես Գագիկ ջան, շատ ապրես, ինձ դուր եկավ քո համարը։ Շնորհավորում եմ։ Անցած անգամ ես նշեցի, որ ինձ դինամիկան կախել, չէ, փորձել է հետաքրքիր է եւ փորձել ես եւ հետաքրքրությունը այնքան շատ էր, այսինքն բազմաժանր այս անգամ եւ պաուզաներ չկար, ստացված է համարը։ Շնորհակալություն։ Տիգրանը մի քիչ վերապահումով է մոտենում աճպարարներին, ես նկատել եմ, միշտ փորձում է գտնել դե այսպես արեցին։ Չէ, իրականում գիտեք, վերապահումների մասին չի, ուղղակի հստակ գիտեք, որ քեզ խափում են, բայց ցած խափել։ Սենց խափել, հալալա քեզ, ես անդադ ման եմ գալ, եթե որտեղ ես ուզում խափես, ուշքը միտքս համարին չեմ նայում, հետաքրության այդ միստիկային, չգիտեմ, այդ շեղելուն փորձում եմ շեղվել, անդադ ցենց չորով էլի ցենց նայում եմ, այստեղ էս ձեռի մատի արանքը, բան, ինչ որ բան կար, արել չկարողացա։ Այսքանը։ Ճիշտ է ասում, անընդհատ ինձ ասում է, չէ, այնտեղ մի բան կար, բայց ոչ մի բան էլ չկար իրականում։ Վիկտորիան շոկի մեջ է։ Վիկտորիան աշխատել է իր առաջին 1000 դրամը իր ստորագրությամբ, ինչի համար հպարտ են։ Ապրես։ Զինվոր Դավիթ Չինաստան ուղակի շշմեցրեց ինձ։ Ապրես, ես քեզ բարձր ծափահարում եմ եւս մեկ անգամ։ Բրավո։ Հրաշալի է, կարծում եմ այսօրվա առաքելությունը իսկապես հրաշալի կատարեցիր, արեցիր, մնում է տեսնենք ինչպիսի արդյունք կլինի եւ արդյոք շանս կունենաս մի անգամ էլի ելույթ ունենաս։ Սիրով։ Շատ ես պարապում հայլու դիմաց։ Իրականում հա, ժամանակին շատ, հիմա արդեն մի քիչ ուրիշ ոճի մեջ եմ։ Տանեցիները հավատում են քեզ, թե արդեն ոչ։ Բաղոց ոչ։ Գագիկ Դանիելյան։ Օրվա լավագույն ակնթարթներն այն րոպեներն են, երբ ամեն ինչ մի կողմ ես թողնում եւ վայելում մեկ գաված սուրճը։ Ես իսկական սուրճը վայելում եմ Royal Armenia-ի հետ։ Տեսականին այնքան մեծ է, որ միշտ կարող ես ընտրություն կատարել։ Royal Armenia 30 տարի շուկայում։ Եվս մեկ մասնակից, ով հատուկ եկել է այստեղ, որպեսզի իլուր հայկական աշխարհին հայտարարի, որ ինքն էլ է տաղանդավոր։ Եկեք դիմավորենք Ռոզա Սաֆարյանին։
Ես Ռոզա Սաֆարյանն եմ, անցած ելույթին ներկայացրել եմ Վիտասի օպերան, գոհ եմ ելույթից, բայց կարող էր էլ ավելի լավ լինել։ Ինչպես նշեց ժյուրի անդամ Անդրեն, ալմոլարակային հուզմունք այսպես ասած, ինձ մոտ հուզմունքից նաև նույնիսկ այնտեղ նշել եմ ճիշտ ասած, որ երաժշտական կրթություն չունեմ, բայց իրականում ես ունեմ երաժշտական կրթություն, հաճախել եմ վոկալի եւ դաշնամուրի Եվ մի փոքր էլ գիտեմ գիտար նվագել, երկրորդ փուլն է արդեն, լարվածությունը ինչ որ չափ անցել է, հուսամ բոլորը կհավանեն ելույթը եւ կհանդիպենք բեմում։ This is what you came for, blood on the game board, everybody dropping like rainfall. This is your moment, eyes on the pulpit, you think church just opened. And the singing my praises loud, 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 springing my name out loud, loud, loud. One more step your way more out now. Cause once you play God, once you play God, they're gonna crumble one by one. Now we're gonna ride right into the sun, like it's the day my kingdom comes. Maybe we'll God, 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 God. Yeah, we God, 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 God. I'm on my knees playing for glory. Anyone read this underdog story? I can't lose myself again. Help me raise this heart. Heart unbreakable. Wants to play God, wants to play God. They're gonna crumble one by one. Then we gonna ride right into the sun. Break into the day my kingdom comes. Wants to play God, wants to play God. They're gonna crumble one by one. Then we gonna ride right into the sun. Break into the day my kingdom comes. Maybe we Ռոզա Սաֆարյան։ Ռոզա ջան, շնորհավորում եմ, ողջունում եմ քեզ։ Նախ շատ գեղեցիկ ես, սա մեկ, դա շատ կարևոր փաստ է բեմում եւ առհասարակ կնոջ կյանքում։ Ելույթը ընդհանուր ուներ շատ ոչ կոկիկ հատվածներ։ Մինչև այդ
գլխային ռեգիստրում երգելը, այդ ֆենոմենալ նոտաները արձակելը, դու քո տեսաուղերձում նշեցիր, որ փաստորեն գնացել ես վոկալի որոշ բաների տիրապետում ես, պետք է քաչ գիտակցես, որ երգը սկզբից պետք է սկսեն։ Նախ ակապելան ինձ ավելի դուր եկավ, քան երբ միացավ քո գործիքավորումը եւ դու սկսեցիր ռիչիտատիվ երգեցողությունը, հետո կլասիկան, խառնաշփոթ ստացվեց ամբողջ ելույթը։ Ինձ համար քո առաջին ելույթը ավելի հավաք էր, որպես առաջին ելույթ, ու ավելի ճիշտ էր։ Մի քիչ գոհ չեմ այսօր քեզանից։ Ռոզան իմ կարծիքով AI-ա։ Իսկական չի։ Չէ, վիդեոներ AI։ Չէ, վիդեոներն էլ է AI եւ ձեր այդ վերևի նոտաներն էլ է AI-ոտ։ Ինձ համար հետաքրքիր է միայն այն ռեգիստրում։ Իսկ այն ռեգիստրից դուրս չէ, ես չէի լսի հաստատ միանշանակ, բայց իհարկե այն ռեգիստրը, որտեղ կարծես երկու հոգի դուետ են երգում իրար հետ, մեկը միանշանակ, որ զարմանում ես, ասում ես ինչպես է անցել առաջի փուլը, լավ, ինչպես է այս մարդը անցել առաջին փուլը, ուր էին իմ ականջները, հետո սկսում է երգել այն մասնակիցը, որ ասում ես, այս մասնակիցը շատ ուժեղ է, նա արժանի է լինել այս փուլում, այսինքն երկու մասնակցի պատերազմ էր մեկ ելույթի մեջ, ես կուզենայեմ, որպեսզի լիներ մեկ ընդհանուր ելույթ։ Անդրե, եթե դուք լինեիք նրա պրոդյուսերը, Ես չէի լինի նրա պրոդյուսերը։ Ենթադրենք AI-ով։ Չէ, ես չէի լինի։ Ես միայն իմ պրոդյուսերն եմ։ Պրոդյուսերա պետք է ասեք։ Այո, Տիգրան ջան, եթե դուք օրինակ լինեիք նրա պրոդյուսերը, դուք ինչպես կկարողանայիք նրան բեմում ներկայացնել, որպեսզի ավելի դրական արձագանքներ ստանար։ Ինքը հիմա շահեկան կանգնած է իր համստությամբ, իր գեղեցկությամբ, իր բեմական այսպես հմայքով, մնացած աշխատանքի եւ ճիշտ ընտրացանկի մասին է խոսքը եւ ինչ է պահանջում հասարակությունը հաշվի առնելով այդ լավ առումով։ Լսենք Վիկտորիային։ Ռոզա ջան, ողջույն, ես եւս շնորհավորում եմ քեզ։ Անընդհատ ուզում եի հասկանալ ինչ ստեղծագործություն է, ում գործներ, չգիտեմ, չկարողացա ընկալել ինչ ես երգում։ Մի հատ եթե կարելի է ասել, այո։ Իրականում գործը կատարում են 5 հոգի, խումբա ինքը, խումբ է, վերնագիրը Աստվածներ, AI-ը իրեպ ես եմ հավաքել։ Բրավո, այսինքն դու բազմակողմանի տաղանդավոր ես։ Ինչպես Աստված ստեղծել է մեր աշխարհը, երկիրը, դրա մասին էր ընդհանրապես։ Այսինքն եթե հավատաս քո ուժերին, ամեն ինչ էլ կստացվի։ Հիմնական գաղափարը այդպես էր։ Շատ լավ։ Երբ որ ակապելան այո սկսեցիր, այսպես բոլորս մի պահ սառեցինք, որովհետև իսկապես շատ սիրուն էր ակապելատ։ Հետո ինձ մոտ այսպես ամեն ինչ փլուզվեց, անկեղծ, որովհետև շատ տարբեր էր, շատ երկար էր, շատ խառներ ու ես չկարողացա ընկալել, չստացա այն էմոցիաները, այն ինչին սկիզբը սկսեցիր եւ սպասում էի։ Բայց շնորհավորում եմ քեզ, ապրես, աշխատել էր, պատրաստվել էր, բրավո։ Շնորհակալություն, եկեք բարձր ծափարություններով ճանապարհենք Ռոզա Սաֆարյանին։ Երևան Մոբայլը Հայաստանում տեխնիկայի խանութների վստահելի եւ ժամանակակից ցանց է։ Տարիներ շարունակ ներկայացնում է նորագույն սմարթֆոններ, գadgetներ եւ աքսեսուարներ։ Ապահովում է բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք եւ ապառիկի շահավետ պայմաններ։ Երևան Մոբայլի մասնաճյուղերը գտնվում են ոչ միայն Երևանում, այլ նաեւ Գյումրիում եւ Վանաձորում։ Գործում է առաքում դեպի Հայաստանի ցանկացած կետ։ Երևան Մոբայլ, ձեր թվային աշխարհի ուղեկիցը։ Մեր հաջորդ ելույթը մեզ կտանի մի աշխարհ, որտեղ մարդկային միտքն ու երևակայությունը սահմաններ չունեն։ Դիմավորեք Rubin Dance Crew։ Ես Նարեկն եմ Հովանեսյան, Rubin Dance Crew-ի ղեկավարը։ Մի փոքր ինչ դժգոհ էի երեխեքի սինխրոնության հետ կապված, բայց ընդհանուր առմամբ պատրաստվել էինք, տրամադրված էինք ու արձագանքներից է բավականին գոհ մնացի։ Ծրագրի շրջանակներում հետաքրքիր նոստալգիա եմ ապրում, որովհետև ինքս 15 թե 17 տարի առաջ նույն բեմում, նույն իրավիճակում ելույթ եմ ունեցել ու հասել եմ մինչև ֆինալ։ Այդ ժամանակ եւս կար Rubin Dance Crew, ավելի փոքր մասշտաբների, մենք էինք 14-15 տարեկան կանգնած այս բեմի վրա մեր ընկերների հետ։
Արդեն իսկ նոր փուլում մի փոքր ամեն ինչ ավելի կրկնապատկվել է, թե փորձերի, թե էներգիայի, թե զբաղվածության, թե լարվածության առումով, որովհետև արդեն ավելի պատասխանատու ես քեզ զգում, երեխաները 4 այոյով միաձայն անցան առաջ, քանի որ մենք որպես այդպեսին ներկայանում ենք հիփ-հոփ պարավոճում։ Այս անգամ մեր բեմադրության մեջ առկա է նաև այլ ոճ, շատ թրենդային, շատ նոր, բայց չբացեմ փակագծերը, կտեսնեք ինքներդ դա ինչ ոճ է։ It's a cultural divide. I'ma get it on the floor. You really about to do it? 40 acres in the mule. This is bigger than the music. You really about to do it? Yeah, they tried to rig the game, but you can't fake influence. Think it on it like that. Hey, I'm tripping, I'm sliding, I'm riding through the back like bust that on the beat, bro. Beat, bro, in the back. He a freak, though. Man down, call like Ember Lambs. Tell him breathe. Let them boys kill the truck, they walk around like that. Rock, 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 rock. I'm on them tough. Rock, 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 rock. I'ma do my stuff. Why you trolling like a, ain't you tired? Trying to strike a chord, and it's probably A minor. They not like us. No. They not like us. No. All's my life I has to fight. All's my life I. Hard times like yeah. Bad trips like yeah. Nazareth, I'm on one. You on one. God got us. We gon' be alright. Ho. We gon' be alright. We gon' be alright. Ho. We gon' be alright. Do you hear me? Do you feel it? We gon' be alright. Huh? We gon' be alright. Huh? We gon' be alright. Fatigué, faut jouer, nous on est là. Qui t'a balé, fou du matos. Et puis Fan André, descends, fou du matos. Descends, fou du marais. Fou du matos, c'est fou du matos. Fou papillon. Yalla. 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 Le beso. Consti déjeuner. Habo. Momo Ayek. شرفته على بلد البيا. Y'a pas état d'esprit, hein. On est venu pour gagner. Rubin Dance Crew. Դե լսենք թերևս ձեր մասով ամենա խիստ ժյուրին Վիկտորիա Երեխեք ջան, ապրեք, ես ձեզ շնորհավորում եմ, դուք իսկապես շատ լավն եք ու եւս մեկ անգամ կկրկնվեմ, կասեմ, որ ձեր պարուսիցը շատ ճաշակով է, շատ Շատ կուզենայի, որ իրա միտքը, այն ինչ որ ինքը մտածել էր, դուք ավելի ընկալեիք եւ ավելի կարողանայիք այդ էմոցիան հասցնեիք մեզ ավելացել էր աֆրոն վերջում որի համար էլի ծափահարում եմ ձեզ բայց աֆրոյի տեխնիկան մի քիչ բացակայում էր ձեր կատարմամբ ավելի ու ավելի պատրաստվեք ու ավելի զարմացրեք մեզ ոնց որ այսօր զարմացրեցիք ապրեք Ողջույն շատ սիրելի պարային խումբ, ես չգիտեմ, ինձ թվում է այս պայից սկսած ես ձեր երկրպագուն եմ, ծափարում եմ ձեզ, այնքան հաճելի է ձեզ նայել երեխեք, կոկիկություն կար, խենթություն կար, բեմը հարգել կար, պարի միջոցով շատ բան փոխանցեցիք, չգիտեմ, ես մեծ հաճույքով օրինակ կգամ ձեր համերգներին ու մեծ բավականություն կստանամ, շնորհավորում եմ ձեզ, ապրեք, որ դուք այսքան լավն եք, ապրեք Ճիշտն ասած արդեն ասվեց այն լավ ամեն ինչը երգերի ընտրությունը հրաշալի էր։ Իմ կարծիքով շարժումներ կար, որ լղկված էր, հատկապես դրուկերի ժամանակ, երբ որ հիշում ես այդ Դրա համար ասացի, իրանք արեցին այն ինչ որ կարող էին։ Միտքը ամեն ինչ լավն էր, բայց ոչ, իրենք կարող են ավելի լավ։ Բայց ուզում եմ նշել, որ
Պարային համույթները այս տարի, որոնք որ մասնակցել են, մեջների լավագույնը դուք եք։ Ես չէի ուզենա, ես կուզենայի լավ բաներ ասեի, դուք ասել եք, բայց ես իսկապես Նոր սերունդին չի կարելի կոտրել։ Ես չեմ կոտրում։ Հակառակը, այսինքն կոտրելը որն է, եթե թույլ է ասեմ ուժեղ է, խաբեմ, չեմ կարող խաբել։ Թույլ չեք, հաստատ թույլ չեք։ Չէ, հաստատ թույլ չեն մնացած պարողների համեմատ։ Այո։ Երեխեք ջան, ես ձեր համերգին գալու եմ։ Հիմա տեսնենք Տիգրանը կմիանա Սյուզաննային, թե ոչ։ Անդրեն շատ ճիշտ դիտարկեց, ես այն եզակի դեպքերից է, որ հետը հավասար համաձայն եմ, եթե մրցակցության մեջ այն ինչ որ տեսել ենք, օքեյ է, դուք լավ գծի վրա եք, բայց ես հիմա դատում եմ ձեզ իմ տեսողական եւ լսողական էմոցիաներով ինչ տեսա հավես, փուփուշ, լավ երեխեք, ներդաշնակ էմոցիա են տալիս, բայց այս ընթացքում նաև այսպես աչք առնող բաներ, որոնցից սենց մի տեսակ եղավ, կուզենայի չլիներ։ Օրինակ, հատակին պարկած ժամանակ, որ վեր էինք ենում, ոնց որ ես լինեի, այդպես դժվարությամբ նկատեցի, որ տենց հարթ չէր։ Եվ այդպես մանրուքներ, որոնք այնքան կուզեինք տեսնել դա։ Բոլորն են ուզում գիտես։ Բայց ասում են ընդհանրապես դու պետքա շատ թեթև լինես։ Դու կարաս բոլոր են մատնաչափիկ նիարներից լինես թեթև, գիտես, ավելի ճկուն։ Հա։ Ներողություն։ Կա տես բան։ Երեխեք ջան, ես ձեր համերգին գալու եմ։ Շնորհակալություն, այս թեժ քննարկումից հետո եկեք բարձր ծափողջուններով ճանապարհենք Rubin Dance Cream։ Սոված եք, ուզում եք բուրգեր ուտել, իսկ գիտեք, որ առաջին բուրգերը ստեղծվել է հենց Հայաստանում։ Չեք հավատում, հիմա ապացուցեմ։ Ահա այն, բուրգերը, այս բուրգերը, Pinkberry այս բուրգերը, առաջին պաղպաղակ բուրգերը Հայաստանում։ Շուտ վայելեմ, քանի մասնակիցները չեն փախցրել, իսկական հայկական հրաշալիք։ Pinkberry պաղպաղակներ վաճառվում են ամենուր։ Թե ինչ մեր հաղորդման վերջին ելույթն է, թույլ նյարդեր ունեցող մարդկանց, հղիներին խորհուրդ է տրվում դիտել այս ելույթը աչքի պոչով, իսկ է սիրելի Սյուզաննա համբերություն։ Ուժեղ մարմնի, մկանների, ոսկորների և հատկապես ատամնաշարի տեր Արմեն Ադոնց։ Արմեն Ադոնցն եմ, կրկեսի դերասան, հոգով սրտով 20 տարեկան, բայց դոկումենտով 40 տարեկան։ Թաքնված տաղանդը առաջինին մասնակցել եմ, անցել եմ առաջի փուլը եւ այդ ժամանակ հրավեր եմ ստացել Հնդկաստանի կրկեսից, մեկնել եմ այնտեղ աշխատել եմ, չեմ կարողացել շարունակեմ։ Վերադառնալով երկրորդ եթերաշրջանն էր սկսվել, նորից հայտ տվեցի եւ հասա մինչեւ ֆինալ։ Առաջի փուլում մի քիչ լարվածություն ունեի, քանի որ ինչքան էլ մասնագետ լինես, տարբեր հանդիսատես, տարբեր ժյուրիների հանդեպ տարբեր ձևով ես ներկայանում։ Մարտական եմ տրամադրված երկրորդ փուլին, ներկայանալու եմ նորից ուժային համարով, բայց սպասեք նորությունների։ Առաջի ելույթից հետո բոլորը տպավորված հարցում են, թե այդքան ուժ եռանդ ինձ որտեղից, իսկ ես նրանց պատասխանում եմ, որ ելույթից առաջ ուտում եմ Pinkberry պաղպաղակները եւ դուրս եմ գալի բեմ, ինձ ուժ ու եռանդ է տալի Pinkberry։ Երկրորդ փուլում ունեմ անակնկալ, որի մեջ մեծ դեր է խաղալու, փակագծերը չեմ բացում, Pinkberry։
գեր ուժ, գեր մարդ։ Մենք այսպիսի հայրենակից ունենք մեր կողքին, պատկերացնում եք։ Ես իրոք ուղղակի այսպես փշաքաղված էի նայում ձեր ելույթը, ամեն անգամ ուղղակի էլ ավելի եք վախացնում մեզ, հատկապես ինձ ու Սյուզաննային։ Սյուզաննա ասա, մի բան ասա։ Էլ ասելու բան մնաց այսքանից հետո, կարծում եմ այս ծափարությունները, որոնք ամբողջ ձեր ելույթի ընթացքում էին, ամեն ինչ ասված է սրանով, Արմեն ջան, մեծ հարգանք ունեմ ձեր նկատմամբ, նախ հպարտության զգացողություն ունեցա, որ այո, մեր հայրենակիցը դրսում անցել է աշխատանքի, հրավիրել են, ես միշտ տարբեր կատեգորիաներում հպարտության այսպիսի շատ առիթներ ունենում եմ ու շատ լավ եմ ինձ զգում որպես հայուհի։ Ինչ խոսք, այն որ ես ով եմ, որ ինչ որ բան ասեմ այսքանից հետո, հասկանում եք, սա շատ լուրջ բան է ինձ համար, շատ լուրջ, գուցե կան մարդիկ, որոնք տետատետ շատ անգամներ են տեսել այսպիսի բաներ, բայց ես իմ կյանքում առաջին անգամ եմ այսպես ոչ էկրանից այն կողմ, այլ տետատետ տեսնում, այո, իհարկե վախենում էի, հատկապես ատամներս այսպես ցավում էին ձեր երկու մյուս ելույթների ժամանակ, բայց կեցեք, Արմեն ջան, այս են դեպքն է, որ ինձ անձամբ հետաքրքիր է, լավ, սա էլ արվեց, բա հետո, ես ձեզ շնորհավորում եմ, Արմեն ջան, շնորհակալություն, որ դուք կաք առհասարակ, կեցեք։ Արմեն ջան, մի հատ անկեղծ բան եմ էլ ուզում անամեն Գերանը իսկական էր, թե չէ։ Բոլորը իսկական։ Տիգրան ջան, ես ստուգել եմ իսկական են։ Ահա, տեսեք ստուգել են։ Ես միշտ այսպես էլի սկեպտիկ մարդ եմ, միշտ ստուգում եմ։ Իսկ Սառնարանի մատորը տեղում էր, թե չէ։ Տեղում էր, մեջն Արմեն ջան, հալա լավ ապրես, գնա։ Շնորհակալ եմ։ Արմեն ջան, ես էլ եմ շնորհավորում քեզ ու ուղղակի հիացած ենք բոլորով։ Նախ ես ձեզ շնորհավորում եմ ձեր այս գրագետ կերպարի համար, ձեր այս մատուցման համար, որ դուք այնքան արտիստիկ, այնքան սիրուն, շատ գեղեցիկ առաջին հերթին, բացի այն, որ վախեցնում եք մի քիչ, բացի դրանից նաև դուք մեզ շատ սիրուն էմոցիաներ եք փոխանցում, ինձ հատկապես, չգիտեմ, ֆանտաստիկ, այսպես աուրա ունեք, այնքան թեթև եք իջնում, կանգնում, երևում է, որ ձեր գործի գիտակն եք ու հիանալի եք տիրապետում, դուք ձեր արվեստին ապրեք, ես ձեզ շնորհավորում եմ։ Շատ շնորհակալ։ Անդրե։ Գերակալ։ Սամսոն, չգիտեմ։ Գլադիատոր։ Ես չգիտեմ, իսկապես շնորհակալ եմ ձեզ, որ ունենալով այդքան հաջողություններ եւ տարիների փորձ որոշել եք եւ գաք զարմացնեք մեզ հայ հեռուստադիտողին, դուք արտիստ եք բեմում, որովհետև ամեն մի վարքյանը ապրում եք, ձեր աչքերը փայլում է, անելով այդքան բարդ դրուկեր, իսկապես ես զարմացած եմ, ինչքան ուժեղ է ձեր ատամները, չգիտեմ, իսկական չէ, Տիգրան սեղմի, որովհետև Շնորհակալ եմ շատ։ Ովքեր ձեզ տեսնում են առաջին անգամ, բոլորի մոտ հարց է առաջանում, դուք քանի տարեկան։ Ասեցի հոգով սրտով 20, բայց դոկումենտներով 40։ Դե ուրեմն 40 տարեկան Արմեն Ադոնցին եկեք ծափարենք, որ նա այս տարիքում օրինակ է ծառայում բոլոր երիտասարդ հայ երիտասարդներին, որ հայ տղամարդը կարող է լինել այսքան ուժեղ եւ այսքան բարետես։ Համեցեք։ Ծափարենք։ Ելույթներն ավարտվեցին, ութնյակի մասնակիցները, մենք եւ իհարկե բազմահազար հեռուստադիտողներ անհամբեր սպասում են ժյուրի վճռին։ Այո, հենց հիմա ժյուրին գնում է որոշում կայացնելու, իսկ մենք վերհիշում ենք ելույթները։
смотришь снова в огромный зал. Чарли, Чарли, великий маг. Ամեն ինչ շատ դանդաղ կանեմ։ Այստեղ եթե ուշադիրն եք, ներսը մի փոքր նվեր կա ձեր համար։ Ես անեմ, թե ձեր ձեռքով կանեք։ Ձեր ձեռքով կանեք, տեսեք ձեր ստորագրությունն է, թե չէ։ Fatigué for joy. Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Ժյուրին արդեն կայացրել է իր որոշումը։ Արդեն պարզ է, թե ութնյակից որ 4 մասնակիցներն են անցնելու կիսաեզրափակիչ փուլ։ Մինչև կլսենք նրանց որոշումը, շատ կարևոր տեղեկատվություն։ Մեր հաղորդման գործընկերն է SVH Travel ընկերությունը, որը սահմանել է մեր հաղթողի գլխավոր մրցանակը, թե ինչ մրցանակ է լինելու դա, կիմանանք շատ շուտով։ Եթե ուզում եք եթերից շուտ վայելել Got Talent Հայաստանը, կամ պարզապես ձեր սիրելի ծրագրերը, ֆիլմերը դիտել, ուրեմն շտապեք ներբեռնել Շանթ Digital TV հավելվածը և բաժանորդագրվել։ Շանթ Digital TV հեռուստատեսությունը ձեր գրպանում, օրվա ցանկացած վայրում, ցանկացած պահին HD որակով։ Իսկ հիմա խնդրեմ հարգելի ժյուրի անդամներ, խնդրեմ բարձրաձայնեք ձեր որոշումը։ Անդրե։ Շատ բարդ ընտրություններ եւ ինչն էր պատճառը, որ այսօր մենք ուղղակի ունեցանք լավ ելույթներ։ Եթե ոչ 8-ը, ապա 8-ից գոնե 6-ը արժանի էին լինել քառյակում։ Ես շնորհավորում եմ բոլորիդ, որովհետև բոլորդ իսկապես այսօր արեցիք ձեր ուժերից վեր, լավ ելույթներ ունեցանք, չգիտեմ, շատ իսկապես բարդ էր մեր ընտրությունը և ուղղակի ցավում եմ, որ ընդամենը ընտրվել են 4 մասնակից։ Դե ինչ, ոչ ինձ տանջեմ, ոչ այս շատ տաղանդավոր և էքստրաորդինար մասնակցին։ Հրաչյա դու քառյակում ես։ Հրաչյան անցնում է կիսաեզրափակիչ և տեսնենք էլով կնյանաներում։ Վիկտորիա։ Այո, շատ ուժեղ ութնյակ է, շատ։ Մենք իսկապես բոլորս միասին ժյուրի անդամներով երկար զրուցեցինք և մեծ դժվարությամբ ենք եկել այս որոշմանը։ Օգտվելով առիթից ուզում եմ ևս մեկ անգամ ձեզ բոլորիդ շնորհավորել։ Ապրեք բոլորդ։ Դուք հիանալի պատրաստվել էիք, աշխատել էիք, ամեն ինչ արել էիք, որ այսօր մեզ զարմացնեք։ Ամեն դեպքում ես այսօր հիացած եմ Արմեն Ադոնցով։ Շնորհավորում եմ, դուք նախագծում եք։ Գեր մարդը, գեր ուժը։ Գեր ուժը, այո։ Բրավո, շնորհավորում եմ ձեզ։ Սպասում ենք, որ, չգիտեմ, այսպես
ուշագնաց լինենք, այնպիսի բաներ անեք։ 4 ժյուրին միանգամից իրար հետ բարձրացնենք։ Շնորհավորում ենք։ Արմեն Ադոնցը նույնպես գնաց կիսաեզրափակիչ։ Տեսնենք, թե ով է լինելու հաջորդը։ Տիգրան։ Իրականում սա առաջի անգամ այս նախագծի շրջանակներում ինձ համար մի հակասության մեջ մտցրեց ինքս ինձ հետ։ Ես ավելին մտածում էի, արդյոք ճիշտ եմ արել, որ ես որպես ժյուրի այստեղ եմ, որովհետև իսկապես ընտրությունը բարդ էր եւ մի կողմից ոգևորվում եմ, որ բեմի վրա կանգնած են մարդիկ, որոնք գրեթե բոլորը արժանի են անցնելու հաջորդ փուլ, բայց ավելին առաջարկում էի, որ 1-2 հոգի գոնե ավել, բայց կանոնները այսպիսին էին եւ ստիպված էինք ընտրել լավագույնից լավագույնին կամ գոնե մտքի, խղճի եւ տեսած գնահատականի մեջ ամենային։ Իրականում Գագիկի հետ կապված վերջում բացահայտել էի Գագիկի հնարքները։ Հա, Գագիկ ջան, ես այդպեսին եմ, բայց քանի որ նախորդ անգամ նույնպես չոր բացահայտում էր եղել ու դու ոնց որ թե անընդհատ մեր այսպես բացահայտման շրջանակների մեջ էր, այսօր ես որոշեցի, որ անպայման անդրադառնամ քեզ եւ այստեղ քեզ ասել, որ դու իմ ընտրածը չես, իմ ընտրածը Տիգրանն է։ Շնորհավորում ենք Գազարափողի կատարող Տիգրանը նույնպես կիսաեզրափակում է։ Մնաց 1 հոգի։ Ում անունը կհնչի եւ ով կմիանա իր ընկերներին եւ կհայտնվի կիսաեզրափակում։ Այդ մասին մեզ կհայտնի Սյուզաննը։ Շատ սիրելի մասնակիցներ, ապրեք, որ եկել եք նախագիծ, որովհետև որքան էլ մեդիա դաշտը այսօր գերակշռող մասն է կազմում յուրաքանչյուրիս կյանքում, բայց նման հեռուստանախագծերը եւ շոուները, ինչպես տեսնում եք, տասնյակ նույնիսկ տարիներ ապրում են, արդիական են եւ բացահայտում են շատ տարբեր տարիքի եւ տաղանդների տեր մարդկանց։ Շատ մասնակիցներ այսօր ի տարբերություն նախորդ թողարկումների ութնյակների այս դեպքում այս թողարկման ժամանակ շատերը հասկացել էին ինչ է սփուլը իրենից ներկայացնում, շատ ապրեք բոլորդ, որ այդքան մեծ աշխատանք եք կատարել։ Դա այսօր տեսանք մենք ու վստահ եմ հեռուստադիտողը եւս։ Շատ սիրելի երգչախումբ, բազմաձայնությունը ապահովված էր, կարծես թե ավելի լավն էիք այսօր, քան նախորդ ձեր ելույթների ժամանակ, բայց ուզում եմ, որ ավելի շատ աշխատեք։ Դուք իսկապես շատ լավն եք, երեխեք ջան։ Ձեր կոկիկությունը, ձեր բեմական կուլտուրան, ինչպես նաև չեմ կարող չնշել ձեզ, արդեն ունեք ժյուրիի կազմում 1 երկրպագու, ես անկախ արդյունքներից գալու եմ ձեր համերգին, ինչ շատ հետաքրքիր է։ Ես եմ բերելու։ Շնորհակալություն։ Ինչ շատ հետաքրքիր է այս ոճում առհասարակ ձեզ հետ կապված ամեն ինչ։ Բայց Գագիկը հաջորդ փուլում է։ Աչպարար Գագիկը նույնպես անցնում է կիսաեզրափակիչ եւ այսպես մենք ունենք 4 մասնակից, որոնք անցան կիսաեզրափակիչ եւ նրանց մենք տեսնելու ենք եւս 1 անգամ։ Եթե ավելացնելու բան չունեք, ուզում եմ մեր բեմում գտնվող մասնակիցներին հորդորել իմ սեփական փորձից եւս երբեք որևէ պարտություն, շատ ճակերտավոր պարտություն
չընդունել կյանքի այսպես մեծ գրավական։ Ընդհակառակը ոսկե խոսքերը այն ինչը ձեզ չի կոտրում, պիտի դարձնի շատ ավելի ուժեղ։ Ես շատ լավ հասկանում եմ դուք հիմա այդտեղ կանգնած ինչ եք զգում, բայց շատ աշխատելու դեպքում վստահ եմ յուրաքանչյուրդ կհասնեք ձեր նպատակին։ Մենք ձեզ շատ սիրել ենք, ապրեք։ Բարձր ծափարություններով ճանապարհենք այն մասնակիցներին, ովքեր այսօր ավարտեցին իրենց ճանապարհը Got Talent Հայաստանում։ Մեր գործընկերն է աշխարհահռչակ Damat Twin բրենդը, որը ժյուրի անդամներին տրամադրել է տղամարդու հարմարավետ կոստյումներ։ Կրեք Damat Twin, եղեք տարբերվող, ոճային եւ ինքնավստահ։ Հասե Երևան Մոլ եւ Dalma Garden Mall։ Լավ հիշեք մեր ժպտացող 4 մասնակիցների դեմքերը, նրանց մենք հանդիպելու ենք կիսաեզրափակչում, իսկ հաջորդ ութնյակին բացահայտելու ենք հաջորդ կիրակի Շանթի եթերում։ Pink Berry, վայելիր այս պահը։